Ինձոցողի նոցել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, թե այդ պահին ում ձեռ, թե այդ պահին ում ձեռամ, դա իրական չէ, այդ պահին եթե այդ մարդը գործող անձ է, իրավասու է դա անելու, ուրեմն իր կողմը, իսկ այս պահին ուրեմն ինչու ես չեմ ընդունում իմ կարգալուծության մասին մայրաթորից հնչեցված որոշումը, որովհետև համարում եմ, որ չկա այս պահին կաթողիկոս, քանզի այն անձը, որ այդ որոշումը կայացրել է, չի համապատասխանում իր պաշտոնին։ Ուրեմն կաթողիկոս դարձող անձը ընդունել է կուսակրոնություն, որին որ շնորհվում է այլևս դառնալու եպիսկոպոս եւ կաթողիկոս։ Հիմա նույն հաջողությամբ ինձ էլ կարող էին դարձնել եպիսկոպոս եւ կաթողիկոս, ինչու չեն դարձել, որովհետև ես ընդունել եմ ամուսնական քահանայի կարգավիճակ, այսինքն իմ ընտանիքը եղել է օրենքով, ես եկեղեցու օրենքով ամուսնացել եմ եւ քահանայություն եմ ընդունել, դրա համար օրինակ չեմ դարձել կաթողիկոս, բայց օրինակ այսօրվա կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձը ընդունել է կուսակրոնություն, որով որ ճանապարհ ունի կաթողիկոս դառնալու, բայց ընթացքում ուրեմն ընտանեկան հարաբերություններ է ստեղծել ապօրինի եւ այնուհետեւ դարձել է կաթողիկոս։ Սա նշանակում է, որ նրա կաթողիկոս դառնալը ապօրինի է, նա չի կարող լինել կաթողիկոս։ Բայց այս ամենով հանդերձ դա չէ իմ բողոքի ձայնը նրա դեմ։ Իմ բողոքի ձայնը այն է, որ ամենայն հայոց կաթողիկոսի դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքը առաջնորդելն է եւ դա կարող է անել միայն հոգևոր մարդ, նա հոգևոր չէ։ Ես դրա մեջ քանիցս բազմիցս ուրեմն վստահ եմ եղել։ Իրենց ապրած կյանքով, իրենց տեսակով, իրենց ընտանիքներով հանդերձ, որոնցից շատերն ունեն ընտանիքներ, երեխաներ, ոչ միայն ընտանիքներ, կանայք, այլ նաև Ինչ է նշանակում ընդունում եք, ընդունելու ինչ կա։ Նրանք են հանձնարարել, այսպես կոչված մի րոպե հարց։ Նրանցից առաջ ես եմ հանձնարարել, բարձրաձայնել եմ, խոսել եմ, քանիցս Facebook-ով եմ բարձրաձայնել, քանիցս հարցազրույցներ տալով մայրաթոր այցելու։ Ես միշտ խոսել եմ, որ եկեղեցին բարենորոգելու կարիք կա։ Հիմա ընդունել չընդունելու ինչ հարց կա սիրելի։ Ես ձեզ հարց տվեցի, պատասխանեցիք իմ հարցին։ Դուք երբ եք իմացել, որ ասում եք կաթողիկոսը խախտել է իր։ Այդ մասին ես խոսել եմ, հրապարակային խոսել եմ, հաստատված չեն եղել, որոնց մասին կասկածները շատ էին, այնուհետև իմ ծանոթ, չգիտեմ, դասախոսների միջավայրում, այլ տեղեր, խնդրում եմ թող խոսել էլի, եթե պիտի չլսենք իրար ավելի լավ է չխոսենք։ Ուրեմն տարբեր հոսքերով ես լսել եմ կամաց եկել են իմ կյանքում ինչ-որ ապացույցներ ավելի հավաստի դարձնող այդ փաստերը, կաթողիկոսի ապօրինի, չգիտեմ, իր կուսակրոնության ուխտը խախտելու մասին փաստեր, ու ոչ մեկ անգամ։ Եւ Ձեր անվտանգության աշխատակիցներն են։ Ես անվտանգության աշխատակից չունեմ, եւ դրա կարիքն էլ չունեմ։ Ես չեմ կարող իմ ժողովրդին ասել գնացեք այստեղ կանգնեք կամ այնտեղ կանգնեք։ Հիշեք, որ դուք ինքնական կանգնել եւ հարցազրույց եք տալիս։ Ես ինքնական կանգնել եւ հարցազրույց եմ տալիս եւ որևէ մեկը բռնություն չի գործադրել։ Փառք Աստծո։ Աստված ինձ հետ է եւ որևէ մեկը եթե բռնություն էլ գործադրի, Աստված ինձ ուրեմն օգնական կլինի, ես վստահ եմ։ Բռնություն ես գործադրեմ, սովորական հասարակ մարդու։ Իհարկե։ Ներողություն, դուք այդպես էլ չպատասխանեցիք իմ գործընկերոջ հարցին։ Որ հարցին։ Առաքել Սրբազանին, Անուշավան Սրբազանին, Վազգեն Միրզախանյանին, Նավասարդ arczepiskopos Կճոյանին, եւ նրանք են որ պիտի բարեն ունենալու մասին շշուկներ երբեք չես լսել։ Մեկ հարց տվեք, էլի։ Պատասխանի ամբողջական հարցեր։ Ուզում եք նորից հարց։ Նորից ձևակերպեք, հստակ ձևակերպեք։ Արաքյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի սիրուհի ունենալու մասին շշուկներ լսել եք թե ոչ։ Չեմ լսել։ Երեխաներ ունենալու։ Ձեր դասախոսները ուսանողության տարիներին Ինչպես ժամանակին ես այդ լուրը լսել եմ, նույնիսկ գիտեմ ով է նվիրել, ու նույնիսկ գիտեմ այդ բեմցին վերջում ինչպես վաճառվեց եւ եղավ դե եթե մինչեւ այսօր հայտնի չի դարձել, երևի կարիք չկա որ ինձանից այդ լուրը լսի։ Նրա սանիկն է նվիրել։
Ինչպես Ձեզ ինչպես դիմենք Ես Տեր Տարոն։ կարգավիճակներից հետո, հա։ Տեր Տարոն, տեսեք, Պողոս Առաքյալը ասում է ավետարանում գրված է յուրաքանչյուր եպիսկոպոս կարող է լինել մի կնոջ այր։ Հիմա եթե դուք ասում եք կաթողիկոսը երեխա ունի, բայց Աստվածաշնչում գրած է այդ մասին, որ դա խնդիր չէ։ Հիմա դուք ո՞րն եք խնդիր համարում։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, ուրեմն Պողոս Առաքյալը ես կարծում եմ, որ կարող է այդպես լինել։ Սխալվելու կամ Պողոս Առաքյալը։ Չէ, կարծում եմ դուք եք այս բանը սխալվում, քանզի լավ չեք ուսումնասիրել։ Ուրեմն բացի աստվածաշնչյան ինֆորմացիայից հայ առաքելական եկեղեցում դարեր շարունակ գումարվել են ժողովներ։ Օրինակ Շահապիվանի ժողով, Դվինի ժողովներ եւ այլն։ Եվ եթե չեմ սխալվում, հենց Շահապիվանի ժողովի ժամանակ 444 թվականի ժողովին է այդ որոշումը ընդունվել, որ կաթողիկոսը պիտի լինի կուսակր։ Հիմա տեսեք, իմ անձնական կարծիքով ես կարծում եմ, որ այստեղ վերանայելու խնդիր կա, եթե այսօր հարց է ծագում, որ ինչու այդ կուսակցությունը չի պահվում, ապա այստեղ եկեղեցին վերանայելու խնդիր ունի, նորից ժողով գումարելու եւ այդ հարցը քննարկելու խնդիր ունի, բայց եւ այնպես, եթե այս պահին հայ եկեղեցու կանոնադրությամբ կուսակրոնը պիտի լինի, կարող է լինել կաթողիկոս եւ կաթողիկոսը պիտի լինի կուսակրոն, ուրեմն այդ օրենքը պիտի պահվի։ Եպիսկոպոսների մասին որևէ շշուկ ձեր ուսանողության տեսեք, շշուկներ ես կարող եմ լսել, ես որևէ մեկով չեմ առանձնապես այդպես խորացել եւ զբաղվել։ Նույնիսկ ասեմ ավելին, կաթողիկոսը պաշտոնը զբաղեցնող անձի անձնական այդ շշուկներով չեմ զբաղվել։ Պարզապես ժամանակը կամաց ինձ մատուցեց եւ ապացուցեց տարբեր լուրեր լսելով, երբ որ նույնիսկ լսապետության ամբիոնից որ պաշտոնական հնչեց, որ այդ փաստը կա եւ դա կարող է ապացուցվել, երբ որ կարիքը լինի։ Այդ ամեն փաստը, բայց հետո ինձ ավելի այդ ամենից հետո ես արդեն անձնական անուններով իմացա ով է։ Դուք Նիկոլ Փաշինյանին համարում եք հավաստի աղբյուր, իր ասածը ընդունում եք։ Ժորժ ջան, ես ամեն մարդու ասած լսում եմ, բայց ես ունեմ իմ սեփական կարծիքը, երբ որ մի բան ինձ համոզիչ է դառնում, ինձ համոզում է, վստահելի է դառնում, ես վստահում եմ։ Կարող է դա լինել պաշտոնյա, կարող է լինել ոչ պաշտոնյա, կարող է լինել սովորական գյուղացի մարդ։ Առաքել Քարամյանի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեք լսել, շշուկներ չեք լսել։ Ես շատ մարդկանց մասին կարող եմ շշուկներ լսել, բայց ես մարդկանց դատելու սովորություն չունեմ, նույնիսկ ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձի մասին ես երբեք անձնական ուրեմն դժգոհություն չէի հայտնի։ Եթե նա չլիներ իմ ժողովրդի հոգևոր գլուխը, եթե նա չլիներ այն մարդը, ով որ զբաղեցնում է այդ պաշտոնը, բայց իմ ժողովուրդը այսօր կոպիտ ասած առանց հոգևոր առաջնորդի է մնացել։ Նա ցես համար Գարեգին երկրորդ է, թե Կնթիչ Ներսիսյան։ Դժվար հարց եք տալիս, ինձ համար նա կաթողիկոս չէ։ Մնացած հարցերը կարող են այս պատասխանից բխել։ Ներողություն, դուք ասում եք շշուկներով չեք առաջնորդվում, դուք լսում եք լուրերը, իսկությունը եւ ընդհանրապես։ Հիմա այդ դեպքում ինչու չգնացիք ձեր ներքին հարցերը ժողովների միջոցով, որովհետև տեղի են ունենում եպիսկոպոսաժողով, դրան իհարկե դուք չեք կարող մասնակցել, միաբանների քահանայած դասի ժողով, դուք ձեր հարցերը չեք կարող ներքին կարգով լուծել, խոսել։ Վստահ եք, որ չի եղել նման փորձ։ Ես հարցնում եմ։ Շատ է եղել, շատ։ Քահանայած ժողովները լինում տարին 2 անգամ, քանիցս տարբեր ձևաչափերով փորձել ենք խոսել, ասել, ոչ մի բան չի լուծվել։ Ես ասեմ ավելին, ես վերջերս նաև արտադրության ժամանակ ասել եմ, որ նույնիսկ վերջին քահանայից վերապատրաստման դասերի ժամանակ ես որ մարաթորում էի, այն ժամանակ ներկայացրեցի, որ որոշ մեր հարցադրումների պատասխաններ ենք ակնկալում, կաթողիկոսը այդտեղ ներկա էր եւ կաթողիկոսը հանձնարարեց, որպեսզի դարվի, դրանից հետո էլ բան չփոխվեց, ոչ մի բան չի արվում։ Որևէ բան, եթե լավ արվեր, տեղին արվեր, ճիշտ արվեր, մենք չէինք դժգոհի, սիրելիներ, դուք գիտեք մեզ դուր է գալիս, որ մենք քահանա ենք, բայց մենք դժգոհում ենք մեր հոգևոր մեզ հետ ծառայող ինչ որ մեկի մասին։ Ինչպես։ Ես աշխատավարձ չեմ ստանում։ Իսկ այս նայած թեմում, ամեն թեմում տարբեր է, կարող է թեմի առաջնորդ ինչ որ սիմվոլիկ գումարներ կանոնով օգտվել, կարող է չլինի։ Մայրաթոռ, ուղարկում է խաչ համբույրը, ինչ այդ առիթների ժամանակ, դա մայրաթոռ։ Ես ծառայել եմ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում 8 տարիներ։ Եվ իմ ծառայության ժամանակ
եկեղեցու գանձանակի ողջ գումարը 8 տարիներ շարունակ միշտ գնացել է թեմ եւ մոմավաճառության գումարը մինչեւ վերջին լոման միշտ գնացել է թեմ։ Երբևէ եկեղեցուն չի մնացել։ Օրինակ թաղումներ Այո։ եւ հարսանեկան Այո։ արարողություն այդ գումարները որտեղ։ Կոնկրետ Վարդենիսում այդ գումարները տնօրինում է հոգեվորականը։ Այսինքն դուք եք տնօրեն։ Այո, դրանք մեծ չեն։ Դրանք մեծ չեն, բայց դա տնօրինում է հոգե։ Դա եւ դրանից նաեւ շատ հաճախ մենք վճարել ենք կոմունալ ծախսերը, թե եկեղեցու, թե կիրակնուրա դպրոցների։ Այդ խաչ համբուրից դուք չունեիք, քահանաները չունեն։ Այդ հարցը շնորհ ընչեց եւ պատասխանվեց։